Ակարա Valve Controller T1-ը խելացի փականների կառավարման սարք է, որն օգտագործում է Zigbee անլար տեխնոլոգիան ջրատար կամ գազատար համակարգերի կառավարման և մոնիտորինգի համար։ Այն կարող է աշխատել ինչպես հավելվածի միջոցով, այնպես էլ ձեռքով։ Սարքը տեղադրվում է գոյություն ունեցող փականների վրա, առանց միջամտության։ Սարքը համատեղելի է ջրի արտահոսքի սենսորների հետ, ինչը թույլ է տալիս արտահոսքի դեպքում ավտոմատ անջատել ջուրը կամ գազը, երբ տանը չեք, ապահովելով ձեր գույքի անվտանգությունն ու ձեր իսկ հանգստությունը։ Մետր համակարգին միացնելու համար պահանջվում է Zigbee Hub, որը համատեղելի է համապատասխան երրորդ կողմի պլատֆորմերի հետ։ Փաթեթի պարունակությունը։ Valve Controller T1 1 հատ, օգտագործողի ձեռնարկ 1 հատ, AA տեսակի մարտկոցներ 4 հատ, աքսեսուարների հավաքածու 1 հատ։ Տեղադրման ցուցումներ։ Հատուկ նշում. լծակի բռնակների կառավարման շարժական մասը նախապես տեղադրված է սարքի վրա։ Ինչպես տեղադրել ընդհանուր փականների համար։ Քայլ առաջին. ձեռքով փորձեք միացնել և անջատել փականը, համոզվելու համար, որ այն նորմալ աշխատում է։ Թողեք փականը բաց դիրքում։ Քայլ 3. Նախնական տեղադրեք 2 ամրացման հենակները խողովակի վրա պտուտակներով։ Մի ձգեք պտուտակները ամբողջությամբ։ Քայլ 4. Եթե խողովակի և հենակի միջև բացված կա, օգտագործեք ռետինե ներդիր, ապա ամրացրեք։ Քայլ 5. Տեղադրեք սարքը փականի վրա և միացրեք շարժական մասը փականի բռնակին։ Քայլ 6. Համոզվեք, որ սարքի պտտվող մասը համընկնում է փականի առանցքի հետ։ Քայլ 7. Ամրացրեք հենակների պտուտակները։ Տեղադրումը թիթեռնիկ փականի համար։ Փոխարինեք լծակային նախապես տեղադրված մասը թիթեռնիկ փականի համար նախատեսվածով։ Շարունակեք նույն կերպ։ Միացում սնուցմանը։ Քայլ 1. Բացեք մարտկոցի բաժինը։ Քայլ 2. Տեղադրեք 4 հատ AA մարտկոց։ Քայլ 3. Փակեք մարտկոցի կափարիչը։ Քայլ 4. Սեղմեք կառավարման կոճակը փականը փակելու գործողությունը ստուգելու համար։ Քայլ 5. Համոզվեք, որ սարքը մնում է կայուն աշխատանքային ընթացքում։ Նշում. Եթե սարքը թրթռում է կամ դուրս է գալիս բռնակից, մարտկոցները հանեք և կրկին ամրացրեք, ապա նորից փորձեք։ Ինչպես միացնել սարքը հավելվածին։ Համոզվեք, որ ունեք ակարա Zigbee Hub ձեր ակարա հաշվում։ Ներբեռնեք կամ բացեք ակարա Home հավելվածի վերջին տարբերակը։ Սեղմեք գումարման նշանը գլխավոր էջի վերևի հատվածում։ Ընտրեք սարքը ցանկից և հետևեք ցուցումներին այն ավելացնելու համար։ Այս սարքը աջակցում է Matter over Bridge միացվելու համար այլ պլատֆորմներին, ինչպես օրինակ Apple HomeKit, Google Home և այլն։ Այլ ինտեգրումներ՝ մուտք գործեք Profile, Connect to Ecosystems կամ HomeKit և հետևեք հրահանգներին սարքը միացնելու համար։
Ավտոմատացումներ։ Խորհուրդ է տրվում ստեղծել մի քանի ավտոմատացում հարմարության, անվտանգության և խնայողության համար։ Օրինակ, արտահոսքի դեպքում փականի, փակման ավտոմատացում։ Եթե խոհանոցում կամ լոգարանում հայտնաբերվում է ջրի արտահոսք, ապա փակել գլխավոր փականը։ Սա հատկապես օգտակար է, երբ հեռու եք տանից կամ գտնվում եք արձակուրդում։ Ավտոմատացում 2. Ավտոմատ ջրել այգին։ Եթե ժամը 6-ին ամեն օր անհրաժեշտ է ջրել ձեր այգին, ապա պետք է բացել այգու ոռոգման փականը համապատասխան ավտոմատացման միջոցով։ Սա ապահովում է կանոնավոր և ժամանակին ոռոգում ձեր այգու համար, առանց միջամտության։ Նշումներ. սարքը ջրակայուն չէ։ Եթե համակարգը օգտագործելու եք դրսում, ապա անհրաժեշտ է ապահովել պաշտպանություն։ Akara, continuous connection.